Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք եւ միասին պիտի պատրաստենք մի լավ ուտեստ։ Բարեկամներ, որ ունկնդրում եք մեր հաղորդումները, դա մեզ ոգևորում է եւ նորից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Իսկ մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօր պատրաստելու ենք ուտեստը իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Սուզան Սարգսյան, իմ լավ բարեկամ, խոհարարությամբ շատ հետաքրքրված, այնքան հետաքրքրված, որ նույնիսկ մի հիասքանչ գրքի հեղինակ։ Սուզանը բնակվում է Գերմանիայում եւ բացի այն, որ ինքը իր հիմնական մասնագիտությունը ծրագրավորող, բայց շատ ավելի հետաքրքրված է մեր ազգային խոհանոցով։ Ողջույն Սուզան։ Բարև Սեթրակ ջան, շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Ես շատ ուրախ եմ, ես էլ եմ ուրախ։ Ապրես դու, որ ժամանակ գտար, քո բազմազբաղ ժամանակը տրամադրեցիր։ Հաճույքով, միշտ հաճույքով։ Մենք ինչ ենք պատրաստելու այսօր։ Սեթրակ ջան, այսօր շատ հետաքրքիր ճաշ ենք պատրաստելու։ Այս ճաշի մասին շատ վաղուց էի լսել։ Սպաս էր ոսպով, ոսպով եւ մսով, շատ տարօրինակ է միգուցե հնչում, բայց դա շատ հին ուտեստ է։ Լավ, ինձ խնդրում եմ հանձնարարություն եւ սկսենք աշխատել եւ զրուցել։ Քանի որ մենք արդեն ունենք ոսպը նախորդ քաշված, կարող ենք ուղղակի շատ մանր կտրտել միսը մեր եւ սոխը, սկզբից այդ եթե կարելի է ես էլ սոխը կտրեմ։ Այո, իհարկե կարելի է։ Միս ընտրել ենք փապկամիս։ Փապկամիս, մոտ 300 գրամ։ Ստագործելու ենք նախորդ քաշված ոսպ, այո։ կարակ, ձու, ալյուր, դա սպասի համար։ Սպասի, դա չորաթանի հիմքն է եւ մածուն, համը մենք օգտագործելու, սոխարացով միս ենք պատրաստելու, տապակելու եւ այստեղ մի կարեւոր հանգամանք նաեւ վերջում ի հայտ կգա ձեզ համար, հարգելի հեռուստադիտողներ, մատուցման յուրահատուկ ձև։ Այո, դա է շատ հետաքրքիր է, իսկապես որ արդեն կարող ենք տապակել երևի։ Խնդրեմ։ Կարակով պիտի տապակենք։ Հա, կարակով պետք է տապակենք, եկեք կարակներ միանգամից դնենք։ Մեր հեռուստադիտողներին հուշեմ, որ այս հաղորդումը, այս հանդիպումը Սուզան Սարգսյանի հետ այն մեր նախաձեռնության շրջանակներում է, որը մենք նշում ենք, որ հարկավոր է, որ մենք միասին, հարգելի հեռուստադիտողներ, շարունակենք այս գործը, բանահավաքության մի ինչ-որ ձև ունեք, բաղադրատոմսեր, խնդրում եմ, հրավիրում եմ, եկեք եւ միասին պատրաստենք։ Եթե կարելի է միսներ արդեն դնենք միսը։ Հա, արդեն միսներ դնենք, թող իրար հետ տապակվեն։ Միասին թող տապակվեն։ Կարող ենք վերջում մի փոքր էլ սխտոր անել, բայց շատ քիչ, չնչին ուղղակի։ Ահա, բավական է։ Շատ։ Ահա, մի քիչ է սխտոր։ Եւ ամենակարևոր համեմունքը դա որն է։ Դա սերն է։ Ապրես դու, դա սերն է եւ մենք այդ սերը միշտ մեզ հետ է։ Գիտես ինչ Սեթրակ ջան, ես մի բան ասեմ, եթե մարդը մի բանը չի սիրում, ինքը չի կարող հաջողակ լինել։ Իհարկե, ուրեմն պիտի չզբաղվի գոնե դրանով։ Այո, ես գտնում եմ, որ պետք է անպայման, եթե մի բանով զբաղվում ես, շատ սեր դնես, որտեղ շատ դժվար է, եթե կիսատ, այսպես միջակի կարգավիճակը ոչ մեկին ձեռ չի տալիս։ Լավ արդյունք չենք ունենա երբեք, եթե մենք չենք կարևորում եւ ամեն անգամ մոտենալիս այս գործին պիտի ասենք սա ամենակատարյալն է, սա ամենավերջինն է, պիտի ստացվի ամենալավ եւ արդյունքը կլինի հենց այդպեսին։ Այո։ Թող տապակվի միսը։ Եվ մենք կարող ենք ընթացքում արդեն սպասով զբաղվել։ Այո։ Սպասը մի քիչ ավելի թանձր ենք եփում, քան սովորական սպասը, որովհետեւ այստեղ ոչ թե ասենք մեկը մեկին ենք լցնում ջուրը, այլ մածունը մի քիչ ավելի շատ, քան ջուրը։ Մածուն ավելի շատ։ Մի քիչ ավելի շատ, հա։
Ենթադրենք, եթե մի լիտր մածուն ունենք, պետք է լցնենք կես լիտր ջուր։ Հիմա այստեղ ունենք մի լիտր։ Մի վարքյան սկզբից ձուն անենք, ձուն խառնենք հետը ալուրով։ Հա, խփենք ձուն ալուրով։ Կարելի է, չէ՞, էսպես։ Այո։ Եվ մի ճաշի գթալել ալուր։ Այո։ Մի փոքրիկ էլ, որտեղ մի քիչ աչքից փոքրիկ էր էս գթալը։ Եվ իրան շատ լավ հարենք, որպեսզի բաներ չմնա մեջը։ Գնդիկներ չմնա։ Գնդիկներ չմնա։ Շատ լավ կհարեմ ես։ Ամբողջը լցնեմ։ Հա, եթե 1 լիտր է, չէ՞։ Հա, 1 լիտր է։ Ուրեմն մենք պետք է լցնենք կես լիտր ջուր։ Մոտավորապես հիմա դա խոհարարներ պարտադիր չի, որ ամեն ինչը գրամ դներ։ Այո, մենք ենք ասում, բայց դրսում եւ ընդհանրապես հասարակական սննդի օբյեկտներում անպայման գրամներով հաշվել։ Պարզ Մենք ունեցել ենք մի հայ կայսրուհի Գերմանիայում 1000 տարի առաջ։ Գերմանիայում հայ կայսրուհի, որը որ ամուսնացել է Օտո թագավորի հետ եւ դարել է կայսրուհի այնտեղ Գերմանիայում։ 1000 տարի առաջ 996 թվականին։ Ու շատ հետաքրքիր էր, որ կինը այնպես համբավ ուներ ու այնպես խելոք ու զարգացած կին է եղել, որ մինչև հիմա Գերմանիայում ուրեմն իրան հիշում են փողոցներ կա իր, փողոց կա իր անունով։ Իսկ անունը ինչ է։ Իր անունը Թեոֆանո։ Թեոֆանո։ Բյուզանդի ինքը հայ ազնվական ցեղից է եղել։ Բնականաբար։ Օտո թագավորը իր տղա Օտո առաջինը իր տղայի համար փորձել է Բյուզանդի թագուհուն վերցնել, չի կարողացել եւ վերջում տարել է Թեոֆանոին, բայց Թեոֆանոն այնքան բարձր թագուհուն ուրիշն է տարել, մնացել է աղջիկը։ Թագուհուն ասել են թագավորի աղջկան թագավորն ասել է ես չեմ տալու բարբարոսներին իմ աղջկան եւ տվել են էս մի աղջկան նրա փոխարեն։ Այսինքն գերմանացիները 1000 տարի առաջ բարբարոս են եղել։ 1600 դուրս եկավ, բայց ես չէի ես չէի ուզում իրաց դեղացնել, բայց ես ուղղակի կրկնեցի թագավորի խոսքը։ Դե թագավորը կարծում են սուտ չէր կարող ասել, բայց արի ուտես որ 1000 տարի հետո սովորեցնում են մեզ ամեն ինչ, լիստուկած, մշակույթ եւ այլ։ Մի շատ հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն, քանի որ Բյուզանդը այն ժամանակ շատ բարձր մշակույթ ուներ, ուրեմն բոլորը ձգտում էին այնտեղից ազնված շփվել իրենց հետ, իրենք շատ մեծ դիրք ունեին, շատ բոլորը ոչ միայն շփվում էին, այլ ուզում էին կին եւ ամուսին տանել Բյուզանդից, ազնված եղել էին, դրա համար մենք շատ հայեր ունենք Եվրոպայում։ Մենք գիտենք, որ մոտավորապես 300 տարի Բյուզանդում ուղղակի հայկական դինաստիա էր։ Այո, 54, մենք ունեցել ենք 54 հայ կայսրներ եւ կայսրուհիներ, այո։ Էդ էր հետաքրքիր։ Եվ հենց այստեղ է, որ պարոն Եվրոպային պիտի հուշենք, գոնե մի անգամ շնորհակալություն ասեք քաղաքագծություն սովորացնելու համար։ Աղ, եթե դժվար չի, աղ եւ իվար։ Ես ուզում եմ սա արդեն լցնեմ հետը։ Ամբողջը։ Ամբողջը լցնեմ, եթե դժվար չի։ Մի քիչ էլ կարող ենք բիբար ավելացնել, սև։ Ավելացնենք։ Հա, եթե այնպես համի համար։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա ուրեմն սպասը դնենք, սա առանձնացնենք, խնդրեմ։ Դավայ։ Սա կմնա ինձ մոտ։ Սա էլ։ Իսկ դու արդեն թանապուրը կշարունակես։ Թանապուրը պատրաստելիս փայտե գտալը պիտի միշտ լինի մեջը։ Թանապուրի մեջ, այո, որ չկտրվի։ Իսկ նախնական զրույցի ժամանակ նշեց, որ հատուկ մատուցման ձև պիտի կիրառենք, օղակը, խոհարարական շրջանակը դնում ենք կենտրոնում, այո, միսը եւ ոսպով լցնում ենք շրջանակի մեջ եւ կողքերով լցնում ենք արդեն մեր պատրաստի սպասը։ Թանապուրը, որտեղ սպաս այնքան ասեցին, որ ռուսներն արդեն այդտեղ բարի հետևից
Արդեն այո, բան կա, որ ռուսերեն բառ է դա, ոնց եք դուք իրարում հայկական ուտեստի մեջ եւ այլ եւ այլ։ Բարսա։ Մեր սպասներ, մեր թանապուրն էլ արդեն պատրաստ են։ Այո։ Կարող ենք արդեն լցնել։ Կարող ենք։ Ես հիմա շրջանակը պիտի հանեմ։ Չէ, դեռ պետք չի հանել։ Դեռ պետք չի հանել, հիմա մենք պետք է լցնենք թանապուրը կողքերը եւ վերջում մատուցելիս արդեն կհանենք։ Իսկ համեմը, համքերը հիմա լցնենք թե վերջում։ Չէ, վերջում, արդեն իրա վրա։ Ես կօգնեմ հիմա։ Ահա, պատրաստ է թանապուրը նայ։ Այո, լավ խիտ թանապուր է։ Բավական է։ Ну, կարելի է մի քիչ էլ ավելացնել, որ մի քիչ ավելի շատ լիներ, բայց արդեն երևի բավական է։ Կարող ենք հիմա կողքից էլ մի քիչ համեմել, կողքից համեմենք եւ մատուցենք։ Իսկ թանապուրին կարակ չենք լցնում։ Ես ճիշտն ասած չեմ լցնում, չգիտեմ, թե ուղղանոր լցրել էր թե չէ, բայց ես ինքս մի քիչ էլ այստեղ վրան անենք, թող սիրուն լինի։ Այսպես անենք, բարեկամներ, ամենակարևոր հիմնական պահն է սա։ Պահն է, այո։ Ալե։ Օ։ Ահա եւ այս ուտեստը, այստեղ ես ավելորդ չեմ համարում նշելու բարեկամներ, որ այո, մեր ավանդական ազգային, ասենք տնական, գյուղական, չգիտեմ ոնց կուզեք համարեք, ուտեստները նույնպես կարող են ստանալ արդիական տեսք, եթե մենք դրանում շահագրգռված ենք, եթե մենք կարողանում ենք մատուցման ձև որոշել եւ հորինել։ Խնդրեմ մեր հեռուստատեղերին ինչ կցանկանաս։ Սեթրակ ջան, ես մենակ մի բան եմ միշտ ցանկանում, որ Հայաստանը միշտ ծաղկի, մեր ժողովուրդն հետ գա։ Հարգելի հեռուստատեղեր, ուզում եմ ձեր անունից եւս մեկական շնորհակալություն հայտնել Սյուզեին եւ ուզում եմ, որ Հայաստանը միշտ ծաղկի եւ մեր հայրենակիցները հետ գան։ Եկեք բարեկամներ, եկեք հարգելի հեռուստատեղեր, եւս մեկական շնորհակալություն ունկնդրելու համար։ Մեր ժամանակը սահմանափակ է, ցավոք սրտի արդեն մոտենում է վերջին, իսկ մնում է ուղակի, որ ցանկանանք մեկս մյուսին լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ոսպով թանապուր, թավարի փապկամիս 300 գրամ, սոխ 80 գրամ, կարագ 50 գրամ, ոսպ 150 գրամ, մածուն 1 լիտր, ջուր կես լիտր, ձու 1 հատ, ալյուր 50 գրամ, համեմ, սխտոր, աղ, բարյախորշակ։